բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց մինչև ձեր խոսքը լսելը, որովհետև կարծում հենց սկսելու ենք այս թեմայից, շատ կարճ, 1 րոպե թող մեր լսարանը ևս մեկ անգամ տեսնի, թե ինչպես համայնքական ճակատի անդամ ներկայացուցիչներից ուղղակի Ստյոպա Սատրյանին, կարգալույծ եղած քահանային, հիշեցնում է, որ ինքը իրավունք չունի Սուրբ գրքին ձեռք տալ եւ պատարակներ ճակատավոր իրականացնել։ Նույն օրը ուղղակի մեր մյուս Սատրյանը իրավունք չունի պատարակ իրականացնել։ Խնդրեմ, ինչ տեղ ունեցավ Հովանավանքում, համեցեք։ Շնորհակալություն, այո, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ համայնքական ճակատ շարժման անդամ մեր Արմենին եւ մյուս քաղաքացուն, որոնք այդ օրը խառնեցին Նիկոլ Փաշինյանի օրակարգը որոշակի առումով նաեւ, բայց սա մեզ համար գիտեք կարևոր է այն առումով, որ մենք պարզապես սրանով ուզեցինք ասել, որ թույլ չենք տա, որ մեր հոգևոր աշխարհը պղծեն, ինչպես պղծել են այս երկրում ամեն ինչ, մենք թույլ չենք տա, որ մեր հոգևոր աշխարհը պղծեն։ Բայց ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ոչ միայն մեր շարժման անդամին եւ մյուս քաղաքացուն, այլ իմ խորին երախտագիտությունը հայտնել հայ ժողովրդին, որոնք պարզապես չգնացին Նիկոլ Փաշինյանի օրակարգով, ով ուզում է, ինչպես ստորագրեց Արցախի կապիտուլացիան, ինչպես Թրամփի ուղուց հետո ստորագրվելու է Հայաստանի կապիտուլացիան, Փաշինյանը այդպես էլ ուզում է ստորագրել հայ առաքելական եկեղեցու կապիտուլացիան, եւ ես շնորհակալ եմ իմ ժողովրդին, որոնք թույլ չտվեցին այս կապիտուլյանտ իշխանությանը, որոնք այդ Հովանավանքի պատարակի օրը այդ իրենց ստվար քանակով, այդ քիչ քանակով տարբեր հաշվարկներով ասում են 500-ից 700 մարդով հարձակում գործեցին Հովանավանքի վրա, իմ ժողովուրդը թույլ չտվեց, որ այդ Փաշինյանական ծրագիրը իրականություն դառնա։ Իրականում Հովանավանքում Նիկոլ Փաշինյանի այդ ստվար 500-700 հոգանոց զանգվածում 4-ից 3-ից 400 մարդը առնվազն ուժային կառույցների ներկայացուցիչներ էին, ԱԱԾ-ականներ, քաղաքացիական համազգեստով ԱԱԾ-ականներ, քաղաքացիական համազգեստով ոստիկաներ եւ պարզապես համազգեստով ոստիկաներ։ Հենց դրա համար եմ շնորհակալ իմ ժողովրդին, որոնք չտրվեցին Փաշինյանական սադրանքին եւ ինչպես նույնիսկ իմ գործընկերներից Հակոբը շատ լավ տերմին է օգտագործել այդ դիվերսիային, որ կազմակերպվել էր Հովանավանքի վրա։ Բայց եթե սա հոգևոր առումով ենք նայում, բայց դրա մյուս կողմը քաղաքական սպեկտրով եթե նայենք, այստեղ երևաց նաև Փաշինյանական իշխանության ողջ սնանկությունը։ Մենք տեսանք, որ մարզպետով, արու քաղաքապետով, Ավանի բիզնեսմեն թաղապետի հորով, քաղաքապետարանի Երևանի ավականիով, որտեղից ասես պեղել էին, բերել էին, որպեսզի կարողանային այդ մասովկան ապահովեին, դա չստացվեց։ Դրա համար այո Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մյուս շաբաթ մենք եւս
հարցակում են գործելու, այսպես դա իմ խոսքն է, իրեն գնալու են, բայց ըստիս դա հարցակում է Հովանավանքի վրա։ Ամենևին էլ սա պատահական չէ, եթե առաքելական եկեղեցու հավատավոր, ինչպես ինքն իրեն է հռչակում, Նիկոլ Փաշինյանը գնում է Հռոմ եւ կաթոլիկ եկեղեցու հաղորդություն է ստանում եւ ամեն անգամ ես կարծում եմ դա պատահականություն չէ, Փաշազադեի հայտարարությունից հետո որևէ կերպ հարձակում է տեղի ունենում կամ եկեղեցու կամ սրբազանի վրա, Կիրակի նշանակում է Կիրակի օրվա գործողությունը եւս Փաշինյանը իրականացնելու է, բայց ես կարծում եմ, որ Կիրակի օրվա այդ գործողությանը շատ ավելի քիչ թվով մարդիկ կմասնակցեն, որքան է սպառնա, որ աշխատանքից կազատի, քրեական գործեր կհարուցի հայ առաքելական եկեղեցու հավատավոր պաշտոնյան եւ ոչ պաշտոնյան, վստահ եմ ունեն իրենց կարմիր գիծը, չպղծել, չկապիտուլացնել, դիվերսիայի չենթարկել հայ առաքելական եկեղեցին։ Այդ հանդերձ, այս Ստյոպան Ասատրյան ասում են հավասարին հոգեկերտվածքով այդ նիկոլական իր պահվածքը, իր խոսքերը, իր հայտարարությունները եւ հատկանշական է, որ եղբայրներ նույն օրը մայր տաճարում վեհապարայի թափորներ առաջնորդում, խնդրեմ։ Դե դա խոսում է ինչի մասին, տեսեք այդ Ստյոպան ձեր ասում էր, եթե Ալիևն էլ ինձ ասի, որ ես պատարակ պիտի մատուցեմ, ես դա կանեմ, պիտի ուղղակի ինքը հասկանա, սթափվի եւ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի համար մինչև վերջ են օգտագործվում, նրանց տեղը լինում է կամ բանտը, կամ քրեական ինչ-որ գործերով, ինչ-որ գործողություններ է իրականացնում այս իշխանությունը։ Հիմա այս Ստեփանը մինչև վերջին խազը օգտագործվեց Փաշինյանին։ Ինքը պատարակը վերածել էր Փաշինյանի գովերքի, պատարակը հասկանում ենք, որ Փաշինյանի ողջ այս վերջին ամիսների ողջ գործողությունները միտված են պղծելու հայ առաքելական եկեղեցին, բայց Էջմիածնում դա չստացվեց, Հովանավանքում դա չստացվեց, կուզի թող ամեն Կիրակի գնա Հովանավանք, վստահեցնում եմ, որ գնալով նույնիսկ այն ոստիկաները, որոնք այդ օր հատեցին կարմիր գիծը, այն ԱԱԾ-ի աշխատակիցները, որոնք հատեցին, որոնք բիրտ ուժ կիրառեցին եւ այն քաղաքացու նկատմամբ եւ հոգեվորականները, որոնք հրում էին մեր համահայկական ճակատշարժման անդամին, նրանք դարձի կգան։ Ես վստահ եմ, որքան երկարի այս ժամանակը, այնքան դա աշխատելու է ի վնաս Փաշինյանի ամբողջ այդ գործողությունների նպատակը մեկն էր, քանդում սկսել, քանդել եկեղեցու ներսում գործընթացներ սկսել եւ որոշ հոգեվորականերով գալ Սուրբ Էջմիածին եւ այնտեղ, որտեղ այս օրերին նաեւ սպասվում է քաղաքապետի ընտրություն եւ քաղաքական բոլոր ուժերը լծված են քարոզ արշավի, ես ասեմ, որ Էջմիածնում Փաշինյանի նույնիսկ քաղաքական սխեմայով խաբուսիկ պատկեր է ստեղծված, որովհետև ինչպես Երևանում, ինչպես Գյումրիում, էլի իր գրպանային ընդդիմությունը խաղի մեջ է մտել, դե տեսեք, ասենք վաղարշապատցի թոշակառուն կամ չգիտեմ երիտասարդը, որ իր ուսմամբ է զբաղվում, քաղաքականությամբ այդպես շատ տարված չէ, բերում են, տալիս են բուկլետներ, ասում են, տեսեք, սա հզոր հայրենիքի թեկնածուն է, տեսեք, սա հանրապետություն կուսակցության թեկնածուն է, մի մասի համար հզոր հայրենիքը վաղուց այլևս հիշողությունից կորսված կուսակցություն է, բայց ես ուզում եմ հանուն վաղարշապատցիների ճիշտ ընտրության ասեմ, որ հզոր հայրենիքի ղեկավարը Քոքոբելյանը բիզնես կապեր ունի Նիկոլ Փաշինյանի հետ, նրա բիզնեսները նաև Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ասում են
բարգավաճում է, նաև ասում են, որ Նիկոլ Փաշինյանի եղբայրը նրա ընկերություններից մեկում տնօրեն է աշխատում, այդ շահկապվածությունը, որ բերել է բիզնեսմենին, ով գուցե եւ աղարշապատի համար ինչ-որ աշխատանքներ է կատարել, բայց բերել ասել է, դե գիտենք, այդ ինչպես է լինում, ասում են կամ մտնում ես այս ցուցակ, կամ կոռուպցիոն սխեմայով գնում ես բանդ, շատերի նկատմամբ դա կիրառվել է, ովքեր իրեն հլու հնազանդ չեն ենթարկվել, գրեթե բոլորի նկատմամբ այդ մեխանիզմը կիրառվել է, հիմա այսպես բերել է, մտածում է, դե բիզնեսմեն տղա է, ունի կոլեկտիվ, ունի աշխատողներ եւ այլն, բերել է իր ընկերոջ կուսակցությունով, ասել է մտի խաղի մեջ, սիրելի վաղարշապատցներ, գնալով ընտրության հիշեք, որ այդ կուսակցությունը պարզապես աշխատելու է Նիկոլ Փաշինյանի համար, այդ թվում նաև Արամ Սարգսյանի կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը գոնե Երևանի ավականու ընտրություններում շատ բացահայտ ցույց տվեց, որ երևանցու քվեն, այն երևանցու, որ կարծում էր, թե այդ կուսակցությունը ընդդիմադիր է, երևանցու քվեն շատ սիրուն ծախվեց Նիկոլ Փաշինյանի, Տիգրան Ավինյանին եւ ՔՊ-ին։ Դե էլ Արգիշտի Մեխակյանի մասին չեմ խոսում, ես մի անգամ ասել եմ, հիմա էլ եմ ասելու, ասում են, որ Արգիշտի Մեխակյանի համար շատ կոնկրետ աշխատում է, այդպես նաև էջմիածնում են ինձ փոխանցել, որ շատ կոնկրետ աշխատում է տարածքային կառավարման նախարարը, նրա թեկնածությունը առաջադրել է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, եւ մենք տեսնում ենք, որ այս օրերին, որտեղ, ասենք, լինում է մի որոշակի ծրագիր, Փաշինյանի կողքին հայտնվում է տարածքային կառավարման նախարարը։ Տարածքային կառավարման նախարարին հորդորում եմ լինել սահմանամերձ գյուղերում, լինել սահմանամերձ մեր մարզերում, տեսնել ինչ խնդիրներ ունեն Հայաստանի սահմանամերձ մարզերը, Գեղարքունիքը, Տավուշը, Շիրակի մարզը, գնացեք զբաղվեք ձեր խնդիրներով, տեսեք ինչ խնդիրներ եք ստեղծել սահմանամերձ մարզերում եւ թող Նիկոլ Փաշինյանի թեկնածուն Մեխակյան Արգիշտին ինքը որոշի, ինքը կկարողանա այդտեղ դառնալ համայնքի ղեկավար, թե ոչ։ Դե այդ իշխանական ռեսուրսի կիրառումը ցավոք այս ողջ ընթացքում մենք տեսանք, որ կիրառվեց բոլոր առումներով, շարքային վաղարշապատցու թանկ վճարած հարկի հաշվին, մենք տեսնում ենք գովազդների պաստառների թանկացումը, այնպիսի գներ են դրել, կարծես Փարիզում է փակցված այդ գովազդային պաստառը, այդ բոլոր հարկերը այսօր շատ սիրուն, ինչ որ տարբերակով ծառայեցվում են, որպեսզի Արգիշտի Մեխակյանի այսպես մի մեծ, չգիտեմ, երևի 5 մետրը 5 մետրի վրա պաստառները փակցվեն Մերձավանից մինչև Վաղարշապատի մուտք, Վաղարշապատի մուտքից մինչև այն ամենավերջին Շահումյան գյուղը։ Երեք մենք փորձում էինք համահայկական ճակատ կուսակցության թեկնածուի փոքրիկ պաստառներ են, որպեսզի նաև քաղաքը քիչ կեղտոտվի, որպեսզի մենք կարողանանք մարդկանց այդ բանը տրամադրության վրա քիչ ազդել, այդ պաստառը տեղեկատու փակցնել, պարզվեց, որ քաղաքում տեղ չկա։ Որտեղ գնում ես, Արգիշտի Մեխակյանի այդ հսկայական պաստառներն են։ Վաղարշապատցին քիչ է մնում Սառնարանը բացի, Արգիշտի Մեխակյանի պաստառը իր դեմքին գա։ Դե այդպես չի կարող լինել։ Էլ չեմ խոսում, որ ամբողջ այդ քաղաքապետարանը լծվել էր, իրենց տեխնիկայով քաղաքապետարանի ամբողջ տեխնիկան բարձրացել են շենքերի, չգիտես որտեղրանք Արգիշտի Մեխակյանի պաստառներն էին խփում։ Ասեմ, որ այդ պաստառները ոչ փրկություն են Նիկոլ Փաշինյանին, ոչ փրկություն են Արգիշտի Մեխակյան։ Եվս մի բան էլ նկատել եմ, որ Արգիշտի Մեխակյանի պաստառների վրա այդ ՔՊ-ի դրոշը այնքան փոքր մի անկյունում այսպես հազիվ երևում է, որ մտածում են մարդիկ չեն հասկանա, որ Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է։ Նիկոլ Փաշինյանը էջմիածնում այսօր մի քանի ճակատով է կռիվ տալիս, մեկ Արգիշտի Մեխակյանով, մեկ Հանրապետություն կուսակցությունով, մեկ Հզոր հայրենիքով։ Մեր խնդիրն է, որ նաև Վաղարշապատցուն կարողանանք
ճիշտ ուղու վրա դնել, որպեսզի չհայտնվի խաբված երևանցու կարգավիճակում, որ մարդիկ գնացին ձայն տվեցին իբրև ընդդիմություն, հետո այդ քվեն ծախվեց Նիկոլ Փաշինյանին, ծախվեց գուցե ոչ բառիս իմաստով կամ գուցե եւ բառիս իմաստով, ես չգիտեմ այդ ծախվելու արդյունքում օրինակ ինչ ստացան այդ մարդիկ, ովքեր որոշեցին, որ պետք է օրինակ Արամ Սարգսյանի ձայներով Տիգրան Ավինյանը 9%-ով կարողանա ղեկավարել Երևան քաղաքը եւ այսպես ապականել Երևանը։ Սիրելի վաղարշապատներ, եթե չեք ուզում ունենալ նույն Երևանի պատկերը, թանկացած տրանսպորտ, աշխարհում ամենաաղտոտված օդով մայրաքաղաք կամ ձեր քաղաքը այդպեսին կլինի, աղբի մեջ կորած քաղաք, ասֆալտը այսօր անում են, հաջորդ օրը գալիս մի տեղից քանդելով գնում են, որպեսզի նորից այդ ասֆալտը փռեն։ Մենք հասկանում ենք, որ դրա արդյունքում նաև Արամ Սարգսյանի օգնությամբ Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալու արդյունքում մենք այսօր ունենք ապականված Երևան եւ ունենք խոշոր փողատեր Տիգրան Ավինյանի հայրիկ, խոշոր փողատեր Տիգրան Ավինյանի մայրիկ, $500,000 տուն մայրիկը ունի, $500,000-ից ավել, ասում են $600,000 տուն էլ Տիգրան Ավինյանի հայրիկը ունի։ Եթե դուք չեք ուզում ունենաք նույն պատկերը, դուք սրանից առաջ տեսաք Նիկոլ Փաշինյանի տեխնացուն ինչ արեց։ Շատ լավ տեսակ Ձինուլիկի գործողությունները, դարձավ ամբողջ այդ ամուսնու ընտանիքով դարձան բենզալցակայանների տերեր, չգիտես, բիզնեսների տերեր, հազար ու մի բանի տերեր դարձան, բայց որևէ մեկը տեսավ, որ օրինակ այն 800 հոգանոց ոստիկանական զորքը մտներ վաղարշապատ Փաշինյանի քաղաքապետ Ձինուլիկին այդպես բանով խրախճանքով տաներ դատարան, ինչպես օրինակ արվեց Գյումրիում։ Մենք այսօր տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքապետը խողովակի գող է, տեղ համայնքում խողովակի գող է։ Բա ինչի չեք գնում, հիմա էլ անօրինական հանք է շահագործում, մամուլը գրել էր, բա գնացեք այդ 800 հոգանոց զորքով ձեր այդ խողովակի գողին, ապօրինի հանք շահագործողին բռնությամբ բերեք նստացրեք։ Որտեղ քաղաքապետ եք նշանակել, 2-3 տարում դարել են միլիոնատեր տղերք կամ աղջիկերք։ Հիմա սիրելի վաղարշապատներ, դուք ուզում եք նույն պատկերը ստանաք։ Եթե ուզում եք, ուրեմն դուք կարող եք գնալ այդ ընտրության։ Եթե չէ, ապա կան շատ արժանապատիվ տեխնացուներ, մասնավորաբար Համահայկական ճակատ կուսակցության տեխնացուն 25 տարվա զինվորական ծառայություն ունի մատուցած Արցախին, Արցախի դիրքերի պահպանումից Վարդենիս, Տավուշ, պահել է մեր դիրքերը, պահել է մեր զինվորների կյանքը եւ հիմա եկել է, որպեսզի ծառայի իր հայրենիքին։ Տեսեք, ծանոթացեք տեխնացուների ծրագրերին, գնացեք ձեր ընտրությունը կատարեք եւ ընդհանրապես ուզում եմ ասել, որ աշխարհում հատկապես պատերազմներից հետո ամենառացիոնալ կառավարումը, օրինակ Ֆրանսիայում Դգոլի ժամանակ ամենառացիոնալ կառավարումները եղել են զինվորականների կողմից, որովհետև խրամատում կանգնած զինվորականը, այն էլ ոչ թե 5 տարի, 10 տարի, 20, 25 տարի կանգնած զինվորականը շատ լավ է հասկանում, եթե խրամատը ճիշտ կարողանում է կահավորել, զինվորի կյանքը ճիշտ կարողանում է կարգավորել, ճիշտ կարողանում է զինվորի սնունդը, զինվորի քնելուց մինչև դիրք տեղափոխումը, այդ ամեն ինչը կարողանում է ճիշտ կառավարել, քաղաքի կառավարումը, առավել եւս որ քաղաքը կառավարվում է նաեւ այդ մարդկանց ստացած հարկերից եւ պետության սուբսիդիաներից, այնպես չի, որ այդ պետության սուբսիդիան էլ ասում են կառավարելը շատ ավելի հեշտ կլինի, այնպես չի, որ այդ պետության սուբսիդիան, որ ասում են, գիտե, կառավարություն է տաս, դե կներեք, կառավարությունը այդ սուբսիդիան տալիս է իմ, մյուսի, մնացածի հարկերի հաշվին։ Մեր հարկերով մեր վրա չփորձեք լավություն ծախեք։ Հիմա որ այդ ԿՊ-ի տեխնացուն ասում, այսքան մետր, այսքան կիլոմետր ճանապարհ, այսքան էս, այսքան այն,
Ձեր եղել եք ավականի, եղել եք մարզպետ, եղել եք պատգամավոր, մարզպետ, խոյ խոշորացված համայնքի ղեկավար, փոքրիկ մի գյուղ կա Լեռնամերձ, մինչև հիմա գազաֆիկացված չի այդ գյուղը, փոքր գյուղ է, մինչև հիմա հանրայինի եթերում ասում եք գազաֆիկացված, գնացեք տեսեք ում գազը վառեք գազ կգա, ասում ավարտական ակտին ենք սպասում, մենք լավ գիտենք, այս երկրում ավարտական ակտը կարող է տևել մինչև 4 տարի, 5 տարի, Աստված գիտի այն ժամանակ ձեզանիցով որտեղ կլինի, կամ կոռուպցիոն որ գործարքով մյուս իշխանության կողմից որտեղ հայտնված կլինի, մեծ խոսելով չէ, իշխանական ռեսուրսը կիրառելով չէ, երկիրը քանդելով եկել հասել են, հիմա էլ մտել են վաղար շաբաթ մի քանի ուժով, ես նույնիսկ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն գրպանային մյուս ուժերին, ովքեր չեն մասնակցում վաղար շաբաթի ընտրություններին, որովհետև օրինակ Փաշինյան Նիկոլը կարող էր 3-ի փոխարեն այնտեղ լցնել, ասենք մի 10 գրպանային ընդդիմություն, մենք տեսել ենք, չէ, գնացել իր ձեռքը սեղմել են, իրեն բարևել են, մտել են, խոսել են, այդ գրպանային ուժերին շատ լավ գիտենք, մեկին հրաման է տրվում գնալ ռազմաբազայի վրա, մեկին հրաման է տրվում մյուսը անել, մեկին հրաման է կարող էր դա անել, դա էլ չի արել, կամ գուցե այդ ներուժը չեն ունեցել, վստահ եմ, որ ավելի շուտ այդ ներուժը չեն ունեցել, որովհետև ամեն մեկը չէ, որ կհամաձայնվի դառնա Նիկոլ Փաշինյանի գրպանային ընդդիմության ավականու թեկնածու։ Հիմա մենք ուղղակի ուզում ենք հորդորել, որ վաղար շաբաթի յուրաքանչյուր խոշորացված համայնքի յուրաքանչյուր ընտրող ծանոթանա այդ թեկնածուների անցած ուղուն, այն 3-ի մասին չեմ խոսում, նրանցից յուրաքանչյուրին տված ձեր քվեն գնալու է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ով իր ընտանիքում կորոշի, որ գնում է քվե տալու Նիկոլ Փաշինյանին, ինքը գնալու է քվե տալու այդ Նիկոլ Փաշինյանի ուժին, ինքը գնալու է քվե տալու Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը եւ Նիկոլ Փաշինյանի այդ մի քանի հոգանոց թայֆայի կողմից մայր աթոռի նվաճմանը։ Փաշինյանի բոլոր գործողությունները ինքը սպասում է, որ Էջմիածնում ավարտվեն ընտրությունները եւ հետո ինքը նվաճի մայր աթոռը։ Դուք շատ լավ, ովքեր դիտել են Փաշինյանական թեկնածուին ուղված հարցերը, ասել են կմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կողմից մայր աթոռի այդ վրա հարձակմանը, այդ հավաքին, այդ Փաշինյանի կողմից հավաքները ինձ համար հարցակում են, նվաճում են մեր եկեղեցու դեմ։ Կմասնակցեք, ասել է կգա օրը կիմանաք, այդ օրը լինելու է ընտրություններից հետո։ Փաշինյանի թեկնածուն, սիրելի վաղարշապատցիներ, ձեզ հետ անկեղծ չէ անգամ հավատքի մասով, ձեզ հետ անկեղծ չէ անգամ մայր աթոռը գրավելու մասով։ Ասում են Կտրիշ Ներսիսյան, թե Սրբազան կաթողիկոս ասում է ես այդ հարցին չեմ պատասխանի, ինչու չես պատասխանի, պատասխանի հավատավոր ընտրողները, Սուրբ Էջմիածնի ընտրողները թող իմանան ով է այդ մեծ պաստառների տղան, պատասխանի թող իմանան դու Նիկոլ Փաշինյանի հանուն Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծ միջև վերջ անցնելու ես, թե ոչ, չեմ խոսում, որ Փաշինյանը ոչ միայն այդ իր թեկնածուների, նրանց հերոս օրինակ Արգիշտի Մեխայկյանի հերոս հոր հիշատակը պղծեց այս գործողություններով։ Հիմա մենք ինչ ենք ուզում, մենք ուզում ենք, որ վաղարշաբաթը ունենա արժանի թեկնածու եւ այդ երեք երբ որ վաղարշաբաթցիներին ներկայացվում էր Արտյոմ Սիմոնյանի կենսագրությունը բուկլետների հանձնման ժամանակ ոմանք ասում էին փշաքաղվեցինք, ոմանք ասում էին մենք ընտանիքով ձեր կողքին ենք, ոմանք այդ հայր
հայրենասիրական երգերը, որոնք ուղեկցում էին Քարոզ Արշավին, լսելով բռունցքներ էին սեղմում, ազդանշաններ էին տալիս, դրանից ենթադրություն, որ մարդկանց մեջ ոչ Փաշինյանը եւ իր թայֆան կարողացել է կոտրել հայրենասիրությունը, ոչ զինվորի ու զինվորական համազգեստի նկատմամբ վերաբերմունքը ու երախտագիտությունը եւ ոչ էլ Հովանավանքն ու Սուրբ Էջմիածինն էլ վկա, ոչ էլ կարողացել է սասանել մեր քրիստոնեական հավատքը։ Սա վաղարշապատի մասով, բայց կա մի կարևոր թեմա, որին ես ուզում եմ անդրադառնալ։ Տեսեք, մենք այս օրերին, ինչու եմ ասում, տարածքային կառավարման նախարար զբաղվի քո գործով, էկոնոմիկայի նախարար զբաղվի քո գործով եւ բոլոր նախարարությունները, դուք պետք է մեր հարկերի հաշվին այդ միլիոնները, որ ստանում եք ամեն ամիս, միլիոնները բառիս ուղիղ իմաստով աշխատավարձ եք ստանում, բարի եղեք լուծել մեր խնդիրները։ Այդ Պապոյան է հայ էկոնոմիկայի նախարարի անունը, դրանց ազգանուններն էլ ոչ ուզում եմ հիշել, ոչ էլ պարտավորվածություն եմ զգում հիշելու, փոխարենը բեռնափոխադրողների հարցը լուծի։ Տեսեք ղազախները ինչպես շատ արագ լուծեցին այդ հարցը, թողել են, որ մեր բեռնափոխադրողները գնան հասնեն Ռուսաստանի դեսպանատուն, ասեն օգնեք մեզ, բա դուք ինչի եք այդ աշխատավարձը ստանում։ Ինչի եք այդ աշխատավարձ ստանում, երբ որ հարյուրավոր ընկերությունների հետ շահկապված խնդիրը գրողի ծոցն եք ուղարկել ու նստել եք, սկսում եք ստատուսներ գրել Facebook-ում։ Մարդ չգիտի, ուզում է ասի, լավ, գիժեք, չգիտեմ, անգործությունը, դա անգործություն չի։ Անգործունյա մարդը կթաքնվի իր սենյակում, ժամը կլռանա, կվեր կենա, կգնա։ Ես չեմ կարող հասկանալ, էլի, այս ընտրված, այս մարզպետ է, նախարար են, Տավուշի մարզպետ, վեր ես կացել եկել ես Հովանավանք, բերել ես հետդ այդ Արու քաղաքապետին Դիլիջանի, որ երեք հենց Տավուշեցիները գրել էին, այդ տղան ասկի Դիլիջանում պատարագի չի մասնակցում, Հովանավանք ինչի էր գնացել։ Ամեն մեկդ վեր ընկեք ու ձեր գործերով զբաղվեք։ Մենք հարկ չենք վճարում, որ դուք թայֆա կազմեք ու գնաք պղծելու կամ կապիտուլյացիայի ենթարկելու մեր եկեղեցին։ Մենք հարկ ենք վճարում, որ ամեն մեկը ձեր գործով զբաղվեք։ Դա կլինի կիրակի, շաբաթ, թե չգիտեմ, ծառայողական մեքենաներով լցվել էիք այնտեղ։ Այդ ում հաշվին էիք եկել։ Ինչու ձեր հաշվին մի օր մենք չենք տեղաշարժվում։ Մեր տեղաշարժը 100 դրամ էր, դարձրեցիք այդ ձեր, չգիտեմ ինչ տրանսպորտը, որ մի օր վեր կացեք նստեք, դարձրեցիք 150 դրամ։ Կամ այսօր գալիս եմ ճանապարհին, տեսնում եմ Պապիկյան Սուրենը գնացել է, ներկայացնում է ազգային ժողովին, թե ծառայության ժամկետը դառնալու է 1.5 տարի։ Պապիկյան Սուրեն, ինչի ես ներկայացնում։ Բա քո քաղաքական շեֆը Նիկոլը արդեն 10 օր առաջ գրեց, հունվարի 1-ից դառնալու է 1.5 տարի։ Ինչ եք ստից քննարկում։ Ինքը ասել է կառավարությունը ես եմ, որոշողը ես եմ։ Ինչ ես գնացել հիմա բան անում, թե մենք էլ քննարկում ենք։ Ով եք դուք, որ ինչ էլ քննարկեք։ Դուք առնվազն կարեք ձեր ընտանիքում, չգիտեմ, սեղանին ինչ դնելու հարցը քննարկեք։ Այն մարդը որոշել է, ձեր այդ քաղաքական այդ հայրը որոշել է, Ադրբեջանի ու Էրդողանի հորդորով որոշել է, որ մեր բանակը պիտի դառնա պաշտպանողական, մենք պետք է լուծարենք ԵԿՄ-ն, մեր ժամկետային զինծառայությունը պետք է լինի 1.5 տարի, դա չփորձեք հանկարծ քաղաքական դիվիդենդ վաճառել ժամկետային զինծառայող ունեցող ծնողներին։ Աստված մի արած է վաղը, որ թուրքը մնում է թուրք, որ վաղը հարձակվեց մեր վրա կամ բերեց իր ադրբեջանցիներով թրքացրեց Հայաստանը, այ երեք Ռուսաստանում տեսնում եք, թե ինչպես մի տղա, ով իր ընկերուհու հետ քայլում էր, ադրբեջանցիները հարձակվել էին եւ ուզեցել էին այդ տղայի ձեռքից խլեին իր ընկերուհուն։ Այդ ադրբեջանցիները հարձակվելու են, ձեր կանանց խլեն, ձեր մայրերին խլեն, ձեր քույրերին խլեն ձեր ձեռքից։
Ու վստահ եմ, որ եթե Ռուսաստանում դրա դիմաց պատիժ կկիրառվի, այստեղ այդ պատիժ կիրառողն էլ չի լինի։ Եթե դուք լինեք իշխանության, այստեղ այդ պատիժ կիրառողն էլ չի լինի։ Կարող է հարկ վճարողի նման հերոսի կոչում տա Փաշինյանը, ասի ազգի բազմացմամբ են զբաղվում։ Իրենք շատ են, մենք քիչ ենք։ Դուք էս եք, կամ ոգևորվել եք, թե մեր ցորենը Ադրբեջանով է գալիս Հայաստան։ Հայաստանը արդեն 30 տարի ցորեն է ստանում։ Այդ թվում եւ Արցախից էր ստանում միլիարդավոր դոլարներ արժեցող Արցախը տվել եք թուրքի ոտքի տակ, հիմա ուրախանում եք, որ որևէ երկրից Ադրբեջանով ցորեն եք ստանում։ Ես իմ նման տասնյակ 100 հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չենք վստահում, որ մեր սնունդը Ադրբեջանով մտնի Հայաստան։ Ես չեմ վստահում ադրբեջանցուն։ Այն ադրբեջանցուն, որ այսօր իր բանտերում պահում է մեր ռազմագերիներին, իր բանտերում պահում է անհետ կորածներին, ես չեմ վստահում, շատ լավ տեղեկություններ ունենք, որ ադրբեջանական այդ քաղաքներում այսօր շինարարության մեջ են աշխատում մեր անհետ կորած տղաները, իսկ Բաքուն այսօր ասում է ունեմ 23 գերի իմ մոտ։ Ես չեմ վստահում Ադրբեջանին, եթե դուք վստահում եք գնացեք իրենց ճաշարաներում նստեք ու ձեր հացը լափեք։ Կամ ինչու պիտի ենթադրենք ես պետությունը զենք է բերում, ինչու պիտի այդ զենքը մտնի Ադրբեջանով գա։ Հաշվետու եք դարձել Ադրբեջանի նախագահին ու Էրդողանին։ Մինչդեռ դուք հաշվետու պիտի լինեք այս ժողովրդին, որովհետև այս ժողովրդի հարկերի հաշվին եք դեռ ձեր օրվա հացը լափում։ Ու այս իշխանությունը, որ ամեն տեղ մեզ տանում է նվաստացման կեղծ, ստորացուցիչ խաղաղության անվան տակ, Նիկոլ Փաշինյան, քեզ Թրամփը անվանեց Ալիևի հայրենակից, ես ինչ չեմ անվանում Ալիևի հայրենակից, իմ ընտանիքի անդամը իրեն չի համարում Ալիևի հայրենակից, միլիոնավոր Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիներ իրենց չեն համարում Ալիևի հայրենակից, դուք չհերքեցիք, որ դուք Ալիևի հայրենակիցը չեք, դուք կարող եք իրենց տարածքով բերված ցորենը ուտել, ես չեմ կարող այդ ցորենը ուտել, եւ այս իշխանությունը, որ ամեն տեղ մեզ վտանգի առաջ է բերում, գնացել է վաղարշապատում ասում է ընտրեք ձեզ, ամոթ են վաղարշապատցուն ուրեմն, ով կնպաստի Փաշինյանական իշխանության վերարտադրությանը, այսքանը։ Եվս մեկ հարց, երեք Սասուն Միքայելյանը յարաբրելուց ասում է, եթե Վազգենը կենդանի լիներ, Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղը այս վիճակում չէր լինի, ինչ ունեք դրան ասել։ Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, եթե շատ ու շատ մեր հերոս տղաներ, մեր շատ ու շատ գեներալներ այսօր նաև երկրում լինեին, կամ փակված չլինեին, իհարկե Արցախի հարցը այդպես չէր լուծվի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Արցախը դրվեց վաճառասեղանին։ Չեմ կարող, թող տնտեսագետները հաշվարկ անեն, քանի միլիարդ արժեր Արցախը, այդ միլիարդավոր դոլարների արժեցող Արցախը Փաշինյանական իշխանության կողմից դրվեց վաճառասեղանին։ Այո, Սասուն Միքայելյանը այդ մի հարցում ճիշտ է։ Եթե լիներ Վազգեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի նման, ինչպես իրեն անվանում են հայրենավաճառը, իշխանության չէր լինի եւ Արցախը չէր դրվի զոհասեղանին, չէր դրվի վաճառասեղանին։ Կհիշեք բոլորդ, Նիկոլ Փաշինյանն ասում էր աղավնատան բնակիչը, եթե Բերձորի այդ հատվածում աղավնատան գյուղի բնակիչը, եթե մի հատ դրան կողպեքը փակի կամ այրի իր տունը, Հայաստանում քրեական պատասխանատվության կենթարկվի։ Ինչ մտածես, եթե դա վաճառասեղանին դրված չէր։ Ես չեմ կարող ասել, որքանով վաճառվեց Արցախը, ով ինչքան գրպանեց Արցախից, բայց Արցախը ցավոք դրվեց վաճառասեղանին։ Վազգեն Սարգսյանի կենդանի լինելու պարագայում Նիկոլ Փաշինյանը իր դասալիկ թայֆայով կլիներ այնտեղ, որտեղ կլինի շուտով։ Բայց նաև Վազգեն Սարգսյանը ինչ կաներ Սասուն Միքայելյանի հետ, եթե լսեր ինչպես է ասում, որ այս հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի
ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը կենթանի լիներ, Սասուն Միքայելյանը մեծ պաստառներ կփակցներ իր սենյակում Վազգեն Սարգսյանի եւ որևէ ոչ թե հեղափոխության մասնակից կլիներ, այլ կասեր կամանդիրս, ես այդպես եմ կարծում։ Բայց քանի որ Սասուն Միքայելյանի պարագայում նաեւ ստորադասվեց Արցախը ու գերադասվեց փողը, ունենք այն, ինչ ունենք։ Ցավոք, ես ամենից շատ ափսոսում եմ, որ Արցախի համար կյանք նվիրաբերածների տղաները, Արցախի համար իրենց առողջությունը, իրենց լավագույն տարիները նվիրաբերածները կանգնեցին հողատու Արցախը հանձնածի կողքին։ Ես ուղղակի ցավում եմ, բայց ավարտելով իմ խոսքը, մեկ անգամ եւս ուզում եմ իմ երախտագիտությունը, իմ շնորհակալությունը հայտնել հավատավոր իմ հայ ժողովրդին, ով թույլ չտվեց հովանավանքի, ով նաեւ թույլ չի տա մայր աթոռի նվաճումը Փաշինյանական իշխանության կողմից։ Բայց եւս մեկ հարց, վստահ եմ դուք հետևում եք, որը բացվում է եւ վատ նորություններ են անընդհատ գալիս։ Երեխա է կորել ուղղակի, 3 գիշերվանից ամբողջ ընթացքում բոլորը փնտրում են, ու այս իրականության մեջ, որ մենք ամեն օր մահեր, ուղղակի կորում են երեխեք, չգիտեմ, այս իրականության մեջ ինքը հովանավանքում տանում է ոստիկանական ուժերը, այսպես ասենք, կուտակում, անընդհատ, խնդրեմ այս մասով նայել ձեր խոսքը։ Ցավոք այդպիսի ցավալի դեպքեր մենք շատ ենք ունենում։ Մենք ունեցանք Մարմարիկ համայնքում, օրերս նաև մահացավ Մարմարիկ համայնքի այդ փոքրիկ Տիգրանի հայրը, հասկանալի է, որ այդ ցավը չկարողանալով այլևս հաղթահարել, այո, երեք լսեցի այդ փոքրիկի կորելու հանգամանքը, բայց ինչի եք դուք ասում, որ Փաշինյանը ոստիկաններին տարել է հովանավանք, իսկ որևէ մեկը օրինակ անցել է ներքին գործերի նախարարի տան կողքով, ոստիկանները հսկում են ներքին գործերի նախարարի տունը, առավոտյան ես երբեմն այդ ճանապարհով եմ անցնում, Նոյ թաղամասում է տունը, ինձ ասել են, որ դա ոստիկան նախարարի տունն է, իր տունը հսկում են ոստիկաները, այս հսկայական ոստիկանական բանակը, ցավոք, չի ծառայում մեր ժողովրդին, ցավոք, մենք տեսնում ենք, այդ բանակը ծառայում է Փաշինյանի անձի, Փաշինյանի ընտանիքի եւ չեմ ասում բոլոր պաշտոնյաների, մի քանի պաշտոնյաների համար։ Եթե օրինակ այդ ոստիկաներին հրահանգ լինի Վարդանիկի նման, ինչպես տարան Վարդանիկին օրինակ գնան ու բերման ենթարկեն խողովակ գողացող տեղ համայնքի գյուղապետին, ես վստահ եմ, որ այդ 800 հոգանոց զորքը կգնա տեղ համայնք։ Այդ հրամանը լիներ իրենց ձինուլիկին այդպես կտանեին։ Փաշինյանը դեռ մտածում է, տեսեք, իրենց տեխնացուներին ասում են, դու կարող ես բյուջեից, ժողովրդից թալանել այսքանը, եթե այդքանից ավել ես թալանում, դա պետքա մեզ վերադարձվի, եթե չի վերադարձում, այդ կոռուպցիան միանգամից դառնում է, այդ գործողությունը դառնում է միանգամից կոռուպցիա, այս սա է այդ իշխանության, դե հիմա դուք ասում եք երեխաներ են կորել եւ այլն, դա մեր նաեւ ոստիկանական կառույցների անգործության հետևանք է, հատկապես այդ մասերում, որտեղ չեմ կարող ասել, եթե Երևանում ադրբեջանցին շրջում է, այդ տարածքում էլ կարող է շրջել, սահմանամերձ հատված է, ես դրա համար եմ ասում մարզպետներ, այդ տարածքային կառավարման նախարար գնա տես ինչ խնդիրներ կան, լծվել ես Արգիշտի Քարոզարշավին հասկացանք, դրանից քեզ պարգևավճարը չի ավելանալու, որովհետև Արգիշտին Փաշինյանի ուզած ձայները չի տանելու, գնացեք տեսեք ինչ է կատարվում, գնացեք տեսեք այդտեղ ինչ անվտանգային խնդիրներ կան, կամ ընդհանրապես ինչ խնդիրներ կան, նույն այդ Մեղրաձորի պատմությունը, երբ որ այդ երեխան ընկավ գետը, դա տեղական կառավարման խնդրի բաց թողում էր, որովհետև չի կարող գետը, որ հոսում է տներից 50 մետր հեռավորության վրա, ցանցերով փակված չլինի, դա տվյալ
խոշորացված համայնքի ղեկավարի խնդիրներ։ Դա հանցագործություն է։ Ինչպես եւ չի կարող այս մեր կամուրջները թողնել այսպես մարդ ընկավ, ինքնասպան եղավ, վայր գցեց իրեն։ Բոլոր խնդիրները լուծելի են, եթե այդ խնդիրների հետևից գնացող կա։ Եթե եկել է իշխանություն, ով հանձնել է Արցախ ու եկել է հիմա էլ մտածում է եկեղեցու ու երկրի հարցը ինչպես լուծի, թույլ չենք տալու։ Չեք ստանալու այն, ինչ ստացաք Արցախի պարագայում, թույլ չենք տալու։